Խաղաղություն ձեզ քուրաչան, եղբայրներ ջան, ջերմ բարևներ հայոց երկրից, Տերը բոլորիդ օգնի։ Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս, ուղղակի այսօր սրտից դրված է խոսել մեկ հարցի շուրջ։ Երկու անձնավորությունների կուզեմ նայենք եւ կուզեի որպեսզի ես եւ դու մեզ տեսնենք այստեղ երկու կերպար Սուրբ Գրքի մեջ։ Առաջի կերպարը դա Հակոբի որդիներից մեկն էր Հովսեփ եւ երկրորդ կերպարը Ասապ։ Երկուսն էլ Աստծուն սիրող, երկուսն էլ Աստծուն ճանաչող։ Ուղղակի ուզում եմ տեսնենք այս երկու անձնավորությունների տարբերությունները։ Առաջին անդրադառնում եմ Եսավին 73-րդ Սաղմոսի մեջ գրված Եսավ կերպարին։ Ուշադրություն, եթե դարձել եք երկրորդ համարի մեջ Եսավը հետևյալն էր ասում. քիչ է մնացել ոտքերս սրվեն եւ բան չի մնացել գնաս կսարը։ Հետաքրքիր է, մարդու կյանքի մեջ ինչ է խնդիրներ առաջացել, որն է խնդիրը։ Այսօր մեր կյանքի մեջ կա նույն, գիտեք, Ասապ կերպարը։ Ընդամենը մեկ բարի շուրջ է իմ խոսքը այսօր։ Ինչու՞։ Այսօր մեր կյանքի մեջ ինչ որ կատարվում է, մեր առաջի հարցում հետևյալն է. ինչու՞։ Լավ կլինի, վատ կլինի, մանավանդ վատի ժամանակահատվածում։ Երբ որ մենք նայում ենք Ասապ կերպարին, այս անձնավորությունը ուներ խնդիրներ, եւ որտեղից էին առաջացել այս դժվարությունը եւ որ ասում է քիչ է մնացել ոտքերս սրվե եւ բան չի մնացել գնացքս սա է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մեր կյանքի մեջ է սա կա։ Ուղղակի ուզում եմ որպեսզի մենք կարողանանք տեսնել Հովսեփին։ Եվ կուզեմ հիշեցնել Սուրբ Գրքի մեջ գրված ողբ Երեմիայի 3-րդ գլուխ 37 համարը, որտեղ որ Երեմիան ասում է հետևյալ միտքը. ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայ։ Երկու անձնավորություններն ճանաչում էին Աստծուն։ Երբ որ մենք նայում ենք Ասապի ժամանակահատվածը ավելի լավ էր, քան թե Հովսեփի ժամանակահատվածը։ Հովսեփին սովորեցնող չկար, Հովսեփին գրքերը չկար, մագաղատները չկար։ Բայց ուշադրություն դարձեք, Հովսեփ ունեցավ ամենամեծ նեղություններն ու խնդիրները, երբեք չհարցրեց ինչի։ Այսօր մեր ամենաառաջնային խնդրումը ծնվում է այստեղից, որ մենք սայտակում ենք, որ մենք տկարանում ենք եւ լինում է պարակապ, որ մենք հեռանում ենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված ինքը ամեն բան գիտի եւ Աստված է ամեն ինչի հեղինակ, Աստված է թույլ տվել։ Երբ որ մենք նայում ենք Հոբի տառապանքներին, այստեղ որից է մեկ անձնավորություն, այդ տառապանքները չէր կարող կրել։ Ինչու համար է թողել Աստված, որն էր բուն նպատակը։ Եվ ես կուզեմ, որպեսզի այսօր մենք կարողանանք ամեն ինչի մեջ մնալ հավատարիմ։ Եղբայրը, որ ասեց, առաջի սերը թողել ենք։ Ուղղակի կուզեմ հիշեք։ Երբ որ ոտքս դրա առաջի անգամ եկեղեցի մարդկանց ինչ էր տեսնում, սուրբ թե մեղավոր։ Բայց այսօր քո աչքերը փոխվել է, իմը փոխվել է։ Ամեն մեկին տեսնում ենք մեղավոր, տեսնում ենք ցածր կամ ինչ-որ խնդիրների մեջ։ Որն է պատճառը։ Ամենը գալիս է այստեղից։ Մի հատ համար եմ կարդալու եւ կուզեի, որպեսզի ես եւ դու լուրջ մտածենք այս համարի վրայով։ Երկրորդ մնացորդած 29-րդ գլխի մեջ գրված հետեւյալ տողերն եմ ուզում անդրադառնալ։ Երբ որ մենք կարդում ենք 9-րդ համարի մեջ գրված տողերը, ամենակալ Տիրոջ խոսքը հետեւյալն ասում. սրա համար մեր հայրերը սրով ընկան, մեր տղերքը ու մեր աղջիկները, մեր կնիկները գերության մեջ են։ Ամենակալ Աստված ցույց է տալիս պատճառը սրա համար։ Իսկ ո՞րն է սրա համարը։ 7-րդ համարի մեջ գրված է սրահի դռները կոծեցին, ճրակները հանգցրեցին, խունջ ծխեցին եւ սրբարանում ողջակեզ չմատուցեցին։ Այս մտքի վրա չեմ ուզում կանգ առնել, այստեղ ուղղակի ուզում եմ անդրադառնալ երկրորդ կետի վրա, որ գրված է ճրակներ հանգցրեցին, ճրակը Աստծո խոսքն է։ Հիշում եք, Սաղմոս 2-ն ինչ է ասում մեզ ամեն մեկիս Աստծո խոսքի վրայով։ Կարդամ մեր բոլորի համար։ 119-րդ Սաղմոսի մեջ հետևյալն է ասում Դավիթ թագավորը. քո խոսքը ճրակ է
իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Այսօր իմ եւ քո կյանքի մեջ ինչուներ առաջանում են հետեւյալից, որ ես եւ դու Աստծո խոսքի հետ կապ չունենք, որ մենք ունենք խնդրեմ։ Հիշում եք Մատթեոս ավետարան 22-րդ գլխի 29 համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր ասում հրեաներին, ոչ թե հեթանոսներին. մոլորված եք, որ չգիտեք գրքերը։ Այսօր մեր առաջի խնդիրը սա է, ես ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք այս վիճակների մեջ ունենանք հաղթություն, ասապի պես չլինի, որ մեր ոտքերը սկսվեն ծռվել։ Այսօր մեր կյանքի մեջ ինչքան ինչուներ կա, ինչու ենք հիվանդանում, ինչու ենք նեղվում, ինչու է նեղությունը մեր կյանքի մեջ, ինչու համար է մարդը մեռնում, բայց հարցս հետևյալն է, մենք կարող ենք տեսնել այս ինչուների տակ Աստծո մեծ սերը եւ ողորմություն։ Ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալը երբեք այս խնդիրների առաջին չի կանգնել, որն է պատճառը, թեպետև իրեն կյանքի մեջ ունեցավ դժվարություններ, խնդիրներ։ Կարդում եմ մեկ համար, որը գրված է Պողոս առաքյալի կողմանը 2 Տիմոթեոս առաջի գլուխ 12-րդ համարի միջնամասից, որովհետև գիտեմ, թե ում եմ հավատացել եւ համոզված եմ, որ նա իմ ավանդը կպահի։ Գիտեմ, ում եմ հավատացել։ Հարցը ուղղված է Հովսեփին։ Ինչի համար Հովսեփ այդ ինչուները չէր բերում, որն էր պատճառը։ Երբևիցե մեկ անգամ մտածել եք, այս անձնավորությունը, որից մեկ վատ բան չի արել, պրոբլեմ չի ստեղծել, լոկ նպատակն եղել է եղբայրներին շտկելը։ Պետապրեսի տան մեջ ինքը Պետապրեսի տունը ծաղկեցրեց, որտեղ Աստված իրեն հետ էր։ Բանտի մեջ բանտապան տեսավ, որ Աստված Հովսեփի հետ է։ Մատրվակ ազատվեց, գնաց, երբեք չարծրեց, ինչու համար չհիշեց։ Կամ երբ որ ինքը արդեն երկրորդ մարտեն մատրվակին չկանչեց, չասեց ինչու համար, կամ Պետապրեսի կնոջը ինչու համար այդ հերուրանքին վրա։ Որովհետև Հովսեփը մեկ բան էր հավատում, որ Աստված ամեն ինչի մեջ տեղյակ է եւ Աստծո թույլտվությունն է։ Հիշում եք, երբ որ եղբայրները ի հայտ եկան իրեն, ինքը որից մեկին չմեղադրեց։ 45-րդ գլուխ 5 եւ 7 համարները եթե մենք կարդանք, այնտեղ գրված է ուշադրություն դարձրեք Հովսեփին, ինչ է մտածել ի սկզբանե, որովհետև Աստված ուղարկեց ինձ ձեր առաջին կյանք պատրաստելու 7-րդ համար, եւ Աստված ձեր առաջին ուղարկեց, որ երկրը ձեզ համար սերունդ պահե եւ ձեզ ապրեցնե մեծ ասացությունով, եւ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված։ Հարց եմ տալիս. Եղբայրները ուղարկեցին, թե հեղինակ Աստված էր։ Այսօր իմ եւ քո կյանքի մեջ այս խնդիրների հեղինակը Տերն է։ Եվ այդ ամեն մեկ խնդրի հիմքում ընկած է իրեն օրհնությունները։ Մենք երկ ունենք, չէ՞, որ երկում ենք, ասում ենք, քո տված ամեն չարիք իր մեջ ունի 1000 բարիք։ Ես շատ անգամ վերջին ընթացքում ես մեր մոտը թե Էրեբունում, թե Պավիլ եղբորը նորակառույց այդ եկեղեցում բժշկության պաշտամունքներ անցկացվում։ Եվ ամեն անգամ նույն մարդիկն է կարծես։ Եվ հարց եմ տալիս, ինչի համար մարդը հիվանդանում եւ լավ, ինչի համար չկա բժշկություն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որ ես եւ դու կարողանանք այստեղ տեսնել Աստծո մեծ ողորմությունը։ Երբ որ մեր կյանքի մեջ գալիս է հիվանդություն, մենք ինչ ենք մտածում։ Աղոթներին պատասխան չկա, ինչ ենք խորում։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու սա կարողանանք տեսնել։ Հիշում եք, Հոբը 42-ի 3-րդ համարի մեջ մի հատ օշնյալ միտք էր ասում։ Աստված ինձ հրաշալի բաներ կներ, բայց ես չէի հասկանա։ Հիվանդությունը հիանալի է կամ հրաշալի է։ Զավակները կորցրել է, հրաշալի է։ Ամբողջ ունեցվածքն է կորցրել եւ անտեսված։ Եղբայրս, քույրս, Աստված ունի ընդամենը մեկ ծրագիր։ Հովսեփ այդ ծրագիրը հասկացել էր։ Հոբը հասկացա։ Հոբի ժամանակ չկային սուրբ գրքերը, չգիտեմ, Սուրբ Հոգով մկրտված չէր, ինչ դասատուներ ուներ կամ ինչ վարդապետներ ուներ։ Բայց այսօր Աստված մեզ ողորմություն արել։ Հովսեփը հասկացել էր այս միտքը, նաև հասկացավ ինքը Հոբը։ Հիմի հարցս ուղղված է ինձ եւ քեզ, իմ եւ քո կյանքի մեջ ինչ համար է նեղությունները, որն է պատճառը։ Ինչ համար է հիվանդությունը։
Երբ որ մենք կարդում ենք Երեմիայի մարգարեության 8-րդ գլխի մեջ 22-րդ համարի մեջ հետաքրքիր միտք է ասում Երեմիան, բալասան չկա գաղատումը։ Բժիշկ չկա։ Բժիշկը կա, բալասանը կա։ Բայց այսօր սա ես չեմ տեսնում։ Ինչի համար իմ կյանքի մեջ այդ բժշկությունը տեղի չի ունենում։ Մի հատ օրինակ պիտի հիշեցնեմ, միշտ պատմում եմ այս մասին։ Գյումրիում կա ծերանոց։ Այնտեղ ունենք քույրեր, Ադրինե քույրիկն է, Ռուզան քույրիկն է, Շողի քույրիկն է, Անժելա քույրիկն է, Ալվարդ քույրիկն է։ Ադրինեն եւ Շողիկ ընդամենը տեղից չեն շարժվում։ Երկուսի ձեռքերը ոտքերը չի աշխատում։ Տարիներ առաջ, չգիտեմ, Վարամ եղբայրը քեշի թե չէ, 11-րդ դպրոցում ընդանուր պաշտամունք էր Իսրայելի հետ, Վանաձորից մեկին բերեցին, Կավապետ եղբայր քեշես։ Ամերիկայից էր եկել, ասացին բժշկության պարգև ունի, բայց բժշկության պարգև չուներ։ Ադրինե քույրիկը իմացել էր, նեղվել էր ինձ, ասաց ինձ ինչի չտարակ։ Երկար խոսելուց հետո ինքը հասկացավ։ Մեկ օր հյուրեր էին եկել Միացյալ Նահանգներից, տարա ծերանոց, թե շատ անգամ մենք արտաքինից ենք որոշում, չէ՞ մարդը հոգևոր է, թե հոգևոր չէ։ Ավետարանական եկեղեցուց էին։ Երբ որ նայեցին քույրերին, մի հատ տատիկ ասեց, ինչքան մեղք է։ Ադրինեն ասեց, մեղքը դու ես, որ Հիսուս չունես։ Ասե Ադրինեն ջան, մի քիչ խիստ է։ Բայց ուղղակի ուզում եմ տեսնենք Ադրինեի հասկացածը։ Ինքը ինչ ասեց, ես այստեղ ձեռքեր ոտքեր չունեի, բայց երկնքում կունենամ։ Եթե Աստված ինձ ձեռքը ոտ տար, միգուցե ես Աստծուն չճանաչեի։ Այսօր քո կյանքի մեջ ինչ որ կատարում է, Աստված ինքը ամեն ինչից տեղյակ է։ Եվ ինչի համար այդ ամենը չի տեղի ունենում, որն է պատճառը։ Եղբայրը հիշատակեց, որ Աստված ողորմություն արեց նորից դարձավ նույն վիճակին 44 օրվա պատերազմի ժամանակ եղբայրներով շատ եղբայրներով առաջնակից էին։ Եվ եղբայրներ կային, որոնց զավակներ առաջնակցում էին, եղնիկներում էին, վերջը ամենավատ տեղերում էին։ Շուրջօրյա աղոթք էր հայտարարված։ Գիշերը զանգ էր տալիս, եղբայր, հավաքիր եղբայրներին եկեղեցի աղոթենք։ Ասում եմ, եղբայր շուրջօրյա, նեղվում էր ինքը։ Աստված ողորմություն արեց, իր զավակը ողջ առողջ եկավ, զավակից հետո աղոթքը դատարեց։ Հիմի հարց եմ տալիս, ինչու համար է նեղությունը իմ կյանքի մեջ։ Կարդում եմ մի հատ համար, որը գրված է ինձ եւ քեզ համար, Օվսեա մարգարեության 5-րդ գլուխ 15 համարի մեջ ամենակալ Տիրոջ խոսքը հետևյալն է սորացնում ինձ եւ քեզ։ Գրված է հետևյալը. երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Այսօր ինչու համար է նեղությունը։ Ես եւ դու սա չենք հասկանում շատ անգամ, կամ ընդունում ենք մեկ ուրիշ ձևով։ Մարդ Աստված հարաբերություն, երբ որ խզվում է, Աստված օգտագործում է նեղությունն ու կամ խնդրեմը։ Հիշում եք Առաքած գրքի մեջ կա այս ձևի մի հատ համար, ինչը ասում Սողոմոն իմաստուն է ինձ եւ քեզ։ Խոսքով չի խրատվիլ այն ծառան, որ կլսե ու չի պատասխանե։ Այսինքն, եթե ես խոսքը Առաքած 29:19 համարն է, եթե ես խոսքով չեմ հասկանում, Աստված ունի միջոց։ Եթե իմ եւ Աստծո միջև այդ կապը խզված է, Աստված օգտագործում է նեղությունը, օգտագործում է հիվանդությունը, օգտագործում է խնդրեմը, որ մարդ Աստված հարաբերություն հաստատվի։ Աստծո նպատակը քեզ այս երկիրը լավ տեսնելը չէ, լավ ապրելը չէ։ Աստծո նպատակը մեկն է հավիտենական, որ դու երկինք ժառանգես։ Իսկ ինչ կերպ Աստված ինքը գիտի մեր ամեն մեկին։ Ասապին գիտեր ինքը ինչ ձև աներ, որպեսզի Ասապը մոտենար իրեն եւ Ասապը Տիրոջ երեսը փնտրեր։ Նայեք, այս բոլոր խնդիրներից հետո, երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ Ասապ մտավ Տիրոջ սրբության խորանը եւ իմացավ, որ այս մարդկանց կյանքի վերջը, որոնք որ այս ամեն բան ունեն, հավիտենական տանջանքներ, Ասապի հավատքը փոխվեց։ Եվ 25 համարի մեջ ինչ էր ասում. Ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա։ Եղբայրներ քույրեր, այսօր Աստված նեղություն օգտագործում է ինձ եւ քեզ համար, որպեսզի իրեն երեսը փնտրենք։ Ինչի։ Շատ անգամ մենք սա հասնում ենք, բայց երբ որ տեղյակ ես Աստծո խոսքին, երբեք Հովսեփի պես չես հասնի։ Ինչի։ Մանասեն չարություն էր գործը, Աստված Մանասեին տարավ գերության մեջ։ Մանասեն գերության մեջ ապաշխարեց, հարցը հետևյալն է, ինչի համար իմ կյանքի մեջ էս խնդրեմը։ Նույն ծերակիրն է, Աստված երբեք իր ծերակիրը չի փոխում։ Աստված նույնն է, երեք այսօր հավիտյանս։
Եվ եթե այսօր քո կյանքի մեջ կամ խնդիրներ, խնդիրներ կամ աղոթքի պատասխան չկա, երբեք մի հարցրա ինչու, այլ նայիր քեզ։ Նայիր ամենակալ Տիրոջ խոսքին։ Նորից մեջ բերում եմ անում ամենակալ Տիրոջ խոսքը Մատթեոս ավետարան 22-րդ գլխի 29 համարի մեջ Տերն ասում էր. մոլորված եք, որ չգիտեք գրքերը։ Երբ որ մարդ Աստծո խոսքի հետ կապ չունի, ինքը մոլորվում է։ Ինքը ունենում է խնդրեմ, ինքը կանգնում է մի հատ մեծ դժվարության առջև։ Բայց երբ որ ինքը տեղյակ է Աստծո խոսքին, երբ որ մենք նայում ենք Հոբին, 6-րդ գլխի 10 համարը հիշում եք ինչ էր ասում, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Երբ որ նայում ենք Հոբի դավանանքին ինչ էր ասում, իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենտան է, իմ մորթ այսպես թափելուց հետո այն ժամանակ տեսնել եմ ասում։ Հոբը միջև վերջ Աստծո խոսքը պահեց, ուներ խնդիրներ, խնդիրներ, նաև կար իրեն կյանքի մեջ ինչ ուներ։ Բայց այսօր Աստված չի ուզում, որպեսզի ես եւ դու այդ ինչուներով տարապենք, այլ տեսնենք, որ ինքը Աստված ամեն ինչի մեջ բարի է։ Լինում է բարակա, շատ անգամ ես սա խոսում եմ միջին տարիքի քույրերի հետ, երբ որ ճամփարում հավաքվում են, լինում է բարակա ինչ են ասում, ինչու համար այդ հաս եկավ իմ տուն։ Իմ տունը խաղաղ էր, խնդրեմ չկար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք սա։ Երբ որ մեր կյանքի մեջ կան մարդիկ ունեն մեր հանդեպ դժվարություններ, խնդիրներ, ուղղակի ուզում եմ, որպեսզի ինչու չհասնենք, որն է պատճառ, Աստված ինչի է թողը։ Հիշում եք, նույն Առակաց գրքին պիտի կարդամ մեկ համար, որ գրված է մեր ամենի համար։ Առակաց 27-ի 17 համարի մեջ գրված է. Երկաթը երկաթով կսրվի, մարդը կսրե իր ընկերի երեսը։ Պողոս առաքյալի խոսքերն են մեջ բերում անում, որ Պողոսն ասում է. դուք էլ սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Հիմի ամենակալ Աստված մեզ որպես քար ուզում է տաշել եւ դնել սրբատաշ քար տաճարի վրա։ Մենք ուզում ենք, թե չէ։ Հիմի քո կյանքի մեջ հարցը ինչու համար այդ անձնավորությունը։ Այդ անձնավորությունը քեզ տաշելու համար է եկել։ Երկաթը երկաթով կսրվի, մարդը կսրե իր ընկեր երեսը։ Աստված գիտե քեզ տաշելու համար, որ անձնավորության օգտագործը։ Եվ այսօր դու պիտի փարտաս այդ անձնավորության համար։ Երբ որ մեկը մեզ տաշում է, մենք այդ մարդուց գոհ ենք, թե չէ։ Այլ ընդհակառակ ասում ենք, ինչու համար է անձնավորությունը։ Կան եկեղեցու մեջ մարդիկ, որոնք որ իրոք տաշողներ են։ Եվ շատ անգամ սպասավորներս մարդկանցից կարծես թե հիասթափում են կամ մեկ ուրիշ տեսանկյունով են նայում։ Աստված գիտե, որ եկեղեցու մեջ ինչ անձնավորություն է պետք։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ժամանակահատվածն է, որ ես եւ դու մեզ նայենք։ Օրերը մոտեցել են։ Եվ ինքը ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու իրոք մոտնանք իրեն, ել ավելի։ Մեր աղոթների պատասխանը եթե չի լինում, երբեք որևէ մեկին մի նայր, այլ քո ներսի կյանքին նայր։ Նայր ամենակալ Տիրոջ խոսքին, ամեն աղոթ չէ, որ Աստված պիտի պատասխան տա։ Պողոս առաքյալը, երբ որ նայում ենք առաքյալների մեջ ամենամեծ գործողն էր, ամենամեծ գործիչն էր, գիշեք հետևյալը գրված է երկրորդ Կորինթացիս 12-րդ գլուխ 7-8 համարների մեջ, որ խայտոց էր տրված, ասում է սրա համար 3 անգամ աղոթեցի Տիրոջը, բայց Աստված աղոթքին պատասխան չտվեց։ Որն է պատճառը։ Որովհետև Աստված գիտի, եթե այդ խայտոցը հանե մարդը, կարող է հպարտանալ։ Թող Տերը օրհնի մեզ ամեն մեկից բոլորից։ Ուղղակի կուզեմ, որպեսզի մենք լուրջ մտածենք, ժամանակահատվածը մոտեցել է։ Եվ նորից անդրադառնում եմ հետևյալ մտքին, երկրորդ Մնացորդաց 29-րդ գլխի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված այնքան պարզ է ցույց տալիս մեր խնդիրների ակունքը, որտեղից է։ Սրա համար մեր հայրերը սրով ընկան, մեր տղերքը, մեր աղջիկները, մեր կնիկները կերության մեջ են։ Սրա համար Աստված ցույց է տալիս։ Այսօր շատերի կյանքի մեջ այս զոհասեղանները չկան։ Չկա Աստծո խոսքը, չկա աղոթքի կյանքը։ Այսօր մենք ավելի շատ Աստծուն կպնում ենք այն ժամանակահատվածում, երբ որ մեր կյանքի մեջ նեղություն է։ Հիմա հարց եմ տալիս, Աստված ուզում է, որ դու միշտ իրեն հետ կպաս լինես։ Իհարկե, այո։ Իսկ ինչ անի, որ դու իրեն կպաս լինես։ Երբ որ խոսքով չես հասկանում, Աստված ունի միջոց՝ նեղություն, ցավ, տառապանք, հիվանդություն։ Թող Տիրոջ անունը փառահեղ, չեմ ուզում երկարացնել, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, կապեք Աստծո խոսքի հետ։
Այսօր շատեր Աստծո խոսքի հետ կապ չունեն։ Իսկ երբ որ մենք նայում ենք, հավատքի աճը տեղի ունենում Աստծո խոսքից։ Պողոսը Հռոմեացիս 10:17-ում ինչ էր ասում. հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Չեմ ուզում հարցնել, թե ամեն օր ով Սուրբ Գիրք է կարդում, ով ունի ներքին սենյակ, վստահ եմ շատ քիչ անձնավորություններ։ Ուղղակի խնդրանքս է, որ այս զոհասեղանները շտկենք։ Ժամանակը մոտենում է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Գանք Տիրոջ առաջին, խնդրենք ամենակալ Աստծուն, որ Աստված մեզ օգնի։ Այսօր մեր կյանքի